Թուղչե Ելմազ նա այն թուրք լրագրողն է, ով դատարանի առջև է կանգնել հայոց ցեղասպանության մասին հրապարակած իր վերջին հոդվածի համար։ Մեղադրվում է Թուրքիայի քրեական հայտնի 301 հոդվածով թուրքական ազգի և պետության պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, և սա միայն այն պատճառով, որ հոդվածում Թուղչե Ելմազը ներկայացնում է իր զրույցը Թուրքիայում ապրող հայ երիտասարդների հետ, այն հենց այդպես էլ վերնագրելով թուրքահայ երիտասարդները պատմում են 109 տարի շարունակվող սուգը։ Եղել են դեպքեր, որ մինչև տարիներ առաջ որ կիրառվել են այդ հոդվածը իրենց քրեական օրենսգրքի, բայց երկար տարիներ չէր կիրառվում։ Հիմա մեկ էլ որոշել են էլի կիրառել։ Այսինքն քրեականացվում է այնտեղ ցեղասպանության մասին ճշմարտություն խոսելը։ Մի պահ եղավ Թուրքիայում, որ բավական շատ տիպիկ ճշմարտություն էին խոսում Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին, մտավորականության ներկայացուցիչները, որոշ չափով նաև գիտնականները, եւ նրանց ոչ մի պատիժ չէր հասնում։ Հիմա մենք տեսնում ենք, որ նորից այդ հոդվածը փորձում են կիրառել Թուրքիայում։ Ինքը Թուղչե Ելմազը չի ընդունում մեղադրանքը։ Թուրքական լրատվամիջոցներն են գրում, մեջբերում նրա խոսքերը դատարանի դահլիճից, թուրքերին չի վիրավորել, ազատ խոսքի իրավունքն է իրացրել։ Այսօր այստեղ եմ, քանի որ որպես լրագրող ես օգտվել եմ իմ օրենքով պաշտպանված խոսքի ազատությունից։ Տուն վերադառնալիս ինձ կանգնեցրեց ոստիկանությունը եւ մեկ գիշեր անցկացրի կալանքի տակ փախչելու փորձի կասկածանքով։ Հետագայում ես իմացա, որ ինձ հետևում է դեմքի ճանաչման համակարգը, ինչպես քրեական դրամաներում է լինում։ Իսկ ով է բողոք ներկայացրել, սեղանին փաստեր չկան, միայն ենթադրություններ կարող է անել թուրք լրագրողը։ Բացի այդ, Ելմազի ուշադրությունը գրավել է նաև դատավարական ժամանակացույցը, ապօրինություններ է աչքն առել։ Նա ենթադրել է, որ բողոքը հավանաբար ներկայացրել է մի անձ, որը անհարմար է զգացել տարբեր հասարակական խմբերի համակեցությունից, հնարավոր է ռասիստական հակումներով, հայոց ցեղասպանության վիճահարույց թեմայի պատճառով։ Ինչ վերաբերում է ժամանակացույցին, ապա ըստ Ելմազի դատական հայց ներկայացնելու իրավական ժամկետն անցել էր մինչև գործը դատարան հասցնելը։ Ուշագրավ է, որ տեղի ունեցողը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետնապատկերում է, մինչև հեղինակավոր Բլումբերգը հղումանելով թուրք դիվանագիտական իր աղբյուրներին գրում էր, որ կես տարվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանի պինդ զոդված այս դարպասները։ Թեպետ արտգործնախարար Ֆիդանը Մեջլիսում օրերս էր բանաձևել, Երևանը նախ պետք է հաշիվները պարզի Բաքվի հետ, հետո գնա Անկարա։ Եթե նման դեպքեր մենք տեսնենք, էլի որ լինեն, այդ ժամանակ կարող ենք ընդդել, որ սա ունեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործառույթ։ Հիմա դեռ մեկ դեպքի մասին է մեզ հայտնի։ Էլի կան ուղղակի մեզ հայտնի չէ։ Այո, որ լինեն էլի դեպքեր, կարող եք ասել, որ Թուրքիայի սա քաղաքականությունն է Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցեղասպանության խնդրով։ Քանի որ սա մեկուսի երևույթ է, որ կարելի է այն ասել, որ այն տեսակետները, որոնք հայտնում են շատ քիչ ազատ մտածող մարդիկ Թուրքիայում, այդտեղ նաև ցեղասպանության վերաբերյալ, որը շեղում է պաշտոնական տեսակետի ցեղասպանության մասին, նրանք պատժվում են։ Իսկ քաղաքագետի համոզմամբ հարաբերություններ կարգավորող երկրներն անցյալը մերժելու հաշվին չեն կարող առաջ գնալ։ Պատմական օրինակներ է բերում դոկտոր Խաչիկյանը՝ Գերմանիա, Իսրայել, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Լեհաստան, Կորեա, Ճապոնիա, Չինաստան։ Փոխադարձ ըմբռնում, մեղքի ընդունում։ Դա նշանակում է, մենք ապագայում այսպիսի բան էլ չենք անի։ Մենք հասկանում ենք, որ սա սխալ էր։ Իսկ այս դեպքում դուք տեսնում եք, անգամ չեն ընդունում, որ այսպիսի բան եղել է, որ դա սխալ էր, եւ պատժում են մարդկանց, ովքեր փորձում են դրա մասին խոսել։ Այսինքն ցանկացած ժամանակ նույն բանը կարող են անել մեկ անգամ եւս։ Ելմազի պաշտպաններն ի դեպ թուրքական դատարանին հիշեցրել են նաև Հրանտ Դինքի գործը, որը հասավ մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ընդդեմ Թուրքիայի վճռով հետ դարձավ Անկարա։ Հենց նույն հոդվածն էր թուրք ազգին վիրավորելու համար։ Դինքին դատեցին, հետո նաև սպանեցին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։